Նույն Վահագն Խաչատրյանը Սերժ Յորոկ ոնց էր պահում իրան։ Սեր, դու գիտեք այսօր նենց ուշ է եթում, հա, նենց բեսամ շնորհականը, հա, Ալիևից, որ ուշը պատիկը քերթի Ալիևին կգցենքում, բայց ստիպված Ալիևին շնորհակալություն ասում, որ Ալիև ձյաձյան հանգարց չջղայնանա, չկրակի, նոր զոհեր չունենանք, նոր գերիներ չտանի, նոր տարածքներ չվերցնի։ Ինչն է փոխվել։ Ընդամենը փոխվել է երկրի գերագույն գլխավոր հրամանատար ու առաջին դեմքը։ Այսինքն քանի դեռ առաջին դեմքը Նիկոլ Փաշինյանն է, ով է լինի երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքը այս մեր պետությամբ, դե այդ շնորհակալություն հայտնի Չոքի լզի են ոտի կոշիկների տակից մինչև ինչ կա չկա ինչքան օրգան ունի լզի Ալիևի, որպեսզի Ալիևը չջղանանա։ Այսինքն դա գալիս է մեր երկրի համար մեկ դեմքից։ Իսկ Սերժ Յորոկ ոնց էր։ Հենց Նիկոլը ոնց էր պահում իրան Սերժ Յորոկ։ Հիշում եք։ Այդտենց կպահեր Աղդամը Սերժ Յորոկ Ալենի հայրենիքներ։ Մի հատ հիշեք էլի։ Սերժ Սարգսյանի Յորոկ Աղդամ Ալենի հայրենիքներ։ Համի Ալենը կարա Աղդամ բարի գոնե ատառը ասի։ Ինչն է փոխվել, Մարիամ ջան, փոխվել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Ես ասում եմ մեր ժողովրդին ու նաև մեր ընդդիմությանը։ Ուզում եք հետ գան հին ժամանակները։ Ուզում եք որ Վահագն Խաչատրյանը ստիպված չելնի։ Դե չէ, Ես տենց եմ կարծում, Վահագն Խաչատրյանին ես կարծում եմ, որ ինքը ստիպված է ասում, որ այսինքն չէր կարա ուրիշ ձև ասի, կարա ուրիշ ձև խոսա հիմա։ Հայաստանում կարա գտնվի մի հատ պաշտոնյա այսօր, որ կարա Ալիևի հետ տաղավարի խոսա։ Հենց խոսա հաջորդ օրը Նիկոլ իրան էլ կդատի, կնստացնի։ Չի կարա խոսա։ Կամ Ալիևը կջղայնանա, իրոք կկրակի, իրոք գերիներ նորից կտանի, տարածքներ կգրավի, սաղ կասեն այդու էշ խոսալուտ արդյունքներ սա։ Դրա համար ինչն եմ ասում, Մարիամ ջան, ոչ թե պետքա մենք այդ ասեն խիա սենց խիանենց, այլ մենք պետք է նայենք, այդ ինչ եղավ, որ սենց եղավ, ինչ եղավ, որ նույն Վահագն Խաչատրյանը, որ եղավ կզծրած խոսում էր, ու ցանկացած հայ կզծրած խոսում էր Ալիևի հետ ու ցանկացած ադրբեջանցու հետ։ Իսկ հիմա կզած են բոլորը Ալիևի ու թուրքերի առաջ։ Ինչ եղավ։ Եղավ է, որ 18 թվին հելա մերժեցիք այն իրականությունը, իրավիճակ փոխվեց։ Հայ, հիմա այդ վերադարձնելը հայ ժողովուրդ ջան, ձեր ձեռն է, եթե ձեր դուրը գալիս է, որ Վահագն Խաչատրյանը մերսի ասում Ալիևին, իմ դուրը չի գալիս։ Ես նվաստանում եմ։ Եթե ձեր դուրը գալիս է, ինչ ասեմ, շարունակեք այս իրավիճակը, շարունակեք երրորդ ուժեր փնտրելը, շարունակեք նոր ամփորձներին փնտրելը։ Իսկ եթե ուզում եք, որ հետ գային հին ժամանակները իր թերություններով հանդերձ, ես երանի եմ տալ այդ ժամանակներին, էլի ամեն ինչը ձեր ձեռն է, ժողովուրդ ջան, առավել եւս ընդդիմություն ջան, այսօր ձեր ձեռն է ամեն ինչը։